տեսնում եմ մեր բալիկներին, երիտասարդության։ Չէ, բալիկներին, փոքր բալիկներին, աչուկները վառվռուն, իրանք չարաճճի։ Ես երջանկանում եմ։ Ես տեսնում եմ երիտասարդությանը, երջանկանում եմ։ Կանայք եւ տղամարդիկ շատ շնորհքով են իրենք։ Գիտես, մի հրաշալի ջահել կին գիտեմ, որը արտասահմանցու հետ է ամուսնացած։ Հիմա իրանց մոտ հյուրեր էին եկել Իռլանդիայից։ Ու իրանց աղջիկը, իրանք քանակերում թե որտեղ վերևներն են ապրում։ Դուրս էր եկել քաղաք 13-ամյա աղջիկը ու կորել էր, մոլորվել էր։ Մեծ ուշացումով եկավ տուն, հետը մի 12 տղա վերեցին իրան, մոլորվել էր, այդ տղեկը բերին հասցրին։ Իռլանդացիները շշմել էին։ Ասեցին մեզ մոտ լավագույն դեպքում դուք իրան կգտնեիք բռնաբարված։ Վատագույն դեպքում պետք է քաղաքով մեկ իր մասերը փնտրեիք, գտնեիք կտորտանքը։ Մեզ մոտ անհնար է, որ այսպիսի բան լինի, որ 13-ամյա աղջիկը տղաներին խնդրի իրան տուն հասցնեն ու հասցնեն։ Իսկ մեզ մոտ դա ամենուր է։ Ես մի հոդված կարդացի Facebook-ում ռուսկիներ գրում, որ Իրիկնամուտին հեռախոսը նստել էր, իսկ ինքը նոր էր եկել Հայաստան, տեղ էր բնակարաններ վարձել ու չէր հիշում տունը ոնց գտնի։ Ասում է, տեսնում եմ հետևիցս տղեկ են գալիս։ Ամենավտանգավոր տարիքային խումբն է։ Ասում է, ասեցի, ինչ անեմ, ճաճար չկա, հարցրեցի իրանց։ Իրար մեջ սկսեցին արագ-արագ հայերեն խոսել։ Հետո մեքենա կանգնացրեցին, մեջից թափեցին էլի այսքան տղեկ, էլի արագ-արագ հայերեն խոսում էին, չէին հիշում։ Հետո եւս 3 աղջիկ բռնեցին փողոցում ու բոլորով ինձ բերեցին, հասցրեցին այդ տան մոտ։ Ասում է, ես ասացի, հա, հեսա, ես այդ տունը շնորհակալ եմ, իրանք ասեցին, չէ, ասեք, մենք ձեզ միջև մուտքը հասցնենք, որ մենք հանգիստ լինենք։ Այս բանը աշխարհում ոչ միտեղ չկա։ Այդ պատրաստակամությունը մարդուն ծառայել այն իմաստով, ընկերական իմաստով, որ ինքը երջանիկ լինի, լավ լինի, իր նպատակին հասնի։ Չկա տենց բան աշխարհում։ Ոչ միտեղ։ Նման դեպքերը շատ են։ Շատ են։ Եվ երբ որ այդ ռելոկանտներին խոսացնում են, առաջինը ինչ ասում են մարդիկ, Հայաստանի շատ հանգստեղ, դժվար է ապրելը, բայց մարդիկ մի հատ երեխու հարցրեցին, թե այստեղ դուրդ գալիս է, ասեց շատ։ Ինչի ասում է, ես գնացել էի սպորտի, այդ իմ վրի հագուստը շատ դժվար է հագցնել, էլի։ Ասում է, մի անգամից 3 տարեկան ինձ օգնեցին։ Մեր մոտ այդպիսի բան չկա։ Մենք ուրիշ ենք։ Չէ, քարոզը, օրինակ հնարեցին ժեղ բառը, որի ոչ ես, ոչ դու չենք իմացել առաջ։ Ով հնարեց, ով մեջտեղ գցեց, ով սկսեց աշխատացնել դա, ով օգտագործեց որպես զենք։ Դա ծրագիր է ուրեմն։ Չէ, որ ես ազգի մեջ տես բան չկար, Թումանյան բացարա, Պերճ Պրոշյան բացարա, չկա տես բառ։ Գիտես ինչ, մեզ թվում է, որ մենք ոչ մեկին չենք հետաքրքրում, մենք շատ ենք հետաքրքրում, բոլորին, բայց առավելապես մեր թշնամիներին։ Ինքնապաշտպանական բնաստ չունենք մենք։ Իհարկե ունենք։ Այդքան գիտակցություն չունենք զսպվելու կամ չտրվելու այդ։ Օրինակ փոքր երեխան ինքնագիտակցություն չունի, դրա համար իրան պետքա, որ կողքը մեծեր լինեն, հա, որ իրան ասեն, այս բոբոյա, այս պոպուշա, որ ինքը իմանա, որ բանի էլեկտրական ռազետկայի մեջ մատը չպետք է մտցնի, կրակի վրա չփահի եւ այլն։ Մեծը դրա համար է պետք։ Ինչից սկսվեց անկախությունը Հայաստանի, եթե հիշում ես։ Եկան ստանդարտները, այդ վիտամին ակումբ, 32 ատամ եւ այլն, սկսեցին տատիկներին, պապիկներին ապուշ անել, ծաղրել։ Սկսեցին Վարդան Մամիկոնյանին ծաղրել։ Այսինքն հեղինակություն այլևս չկան, հայեր ջան, ջահելներ ջան, այսպես
դուք տգետ, անգրագետ եւ անդաստիրակ մնացեք, ճիշտը սա է։ Եվ ամեն ինչ դրան էր տանում, եթե առաջ մեծահասակների թոշակից իրանք օգնում էին ջահելներին, երբ հակառակը թոշակառուն անօգնական մարդ է, եթե իրան ջահելները չօգնեն։ Մեր թոշակներից մենք կարող ենք բացի տան վարձից ուրիշ բան անենք, ոչ մի բան։ Դա հազիվ հերիքում է լույսը ջուրը բնակվարձը։ Այսինքն մեծերին դրեցին կախման մեջ ջահելներին տվեցին անկախություն մեծերի կարծիքից։ Ու գնում է։ Դպրոցը զրկեցին դաստիարակելու իրավունքից։ Դաստիարակելը այնա, որ մենք սովորում ենք նույնիսկ փողոցի կանոնները շարժվելու, որ կանաչ լույսը տալիս են նոր պետք է անցնես փողոցը, կարմիրի վրա պետք է կանգնես։ Այդ դաստիարակչական դասի ժամանակ էր։ Հիմա չկա։ Այն որ պետք է ներկա մարդու մասին չասես ինքը։ Ամոթ։ Պետք է ասես Տիկին Գասպարյանը կամ պարոն Պետրոսյանը։ Չես իրավունք չունես ասում, ինքը ասեց, իսկ մենք խանութներում շատ հաճախ տեսնում ենք, հա, գործակատարների վարքը։ Հազար ու մի սենց նրբություններ, որ մենք անցնում ենք դպրոցում։ Որ ընկերությունը անհրաժեշտ բան է, որ դու կայանաս եւ մարդ դառնաս, որ ուժեղ աշակերտը պետք է պարապի թույլի հետ։ Ոչ թե ծնողները փող տան դաս ուսուցման համար եւ պարապում էինք։ Մեր դասարանի տղեկի հետ կռվում էի, հենց շարադրության օրը գալիս էր, իրենք հերթով գալիս հերթեին, կանգնում իմ հետ նորից ընկերանալու, որովհետեւ գիտեին, որ պատրաստ ենք իրար օգնել։ Եվ հակառակը, օրինակ, սպորտից ես թույլ էի, երբ որ խաղում էինք խմբակային սպորտային խաղեր, այն մեր ուժեղ երեխեքը ասում են լիարի ինքնին։ Ինչն են կորցրել։ Մի հատ լավ ամերիկյան կինո կա, Բորնի ինքնությունը, իդենտիֆիկացիա Բորնը։ Մի հատ ամերիկյան սպա, բանի CIA հանձնարարություն է ստանում աֆրիկյան առաջնորդի սպանելու։ Ինքը մտնում է իր շոքենավը եւ երբ որ իր խցիկն է մտնում, տեսնում է, որ այդ մարդը քնած է, երեխան ծոցն է։ Ու ձեռը չի գնում, որ սպան երեխան մոտնա։ Վերջ իրան բացահայտում են, կրակում են, ինքը վիրավոր ընկնում է ծովը եւ ալիքները բերում են իրան ափ։ Այդտեղ փրկում են, տանում են հիվանդանոց։ Ֆիզիկապես ինքը վերականգնվում է։ Բայց ինքը հիշողությունը կորցրել է։ Նա ամեն ինչ կարող է անել, բայց ինքը չի հիշում ինքը ով է։ Ինքը հերոս է եղել, նկարիչ է եղել, բժիշկ է եղել, չի հիշում։ Եվ կամաց ֆիլմի ընթացքում իսկ ինքը մեխանիկորեն լինում է, որ մարդ է սպանում։ Ռեակցիան այդպեսին է, որ վտանգ է տեսնում։ Չգիտի, որ ինքը ՑՌՈ-ի մարդասպան էր։ Կամաց կինոյի ընթացքում ինքը բարձաբանում է, հայտնաբերում է, թե ինքը ով էր։ Ինքը ինչի համար էր ծառայում եւ ինչու էր այդպես պատահել եւ արդյոք կա ուրիշ կյանք։ Հիմա նույնը թե մեզ, թե շատ ուրիշ ազգերի բերում են այդ վիճակին։ Բորնի պես մենք չենք հիշում մենք ով ենք։ Մենք բամբասողներին, դրսի բամբասողներին հավատում ենք, որ մենք ոչ մի բան ենք։ Այն օրը բանով YouTube-ով տեսնում եմ մեկը ստեղ հայկական անուն ազգանունով մարդ։ Տալիս է ադրբեջանական կայքին հարցազրույց։ Ասում է, դե հայերեն 150 տարվա լեզու է, էլի, ինչ հայերեն։ Հայն է ասում։ Ինքը հայի անուն ազգանուն ունի։ Այդ անուն ազգանուն ունենալը դեռ բայց հայի անուն է հանը, ինքը հաղորդումներ է կարում։ Բայց ասում է, մեկը կար, մի հատ գնչու տղա էր, հայերը չեն հիշում, սիրում դրա մասին խոսել։ Այդ գնչուն տղան իրանց տվեց այդ լեզուն, դա ով էր։ Խաչատուր Աբովյանը։
Այսինչ բաներ են հասկանում ես տեղի ունենում։ Խաչատուր Աբովյանը գնչու տղա։ Հիմա դրան բռնես, ծեծես, անիծես, ինչ անես այդ նիգաջային։ Երբ որ պետության մեջ չկա այդ զսպանակը։ Երբ որ պետությունը նման մարդուն չի բռնում ու իր որոշումը չի կայացնում։